Բարև ձեզ, սիրելի գործընկերներ եւ սիրելի ունկնդիրներ, այսօր հայակվի ազգային քաղաքացիական միավորումը Հայաստանի Հանրապետության դատախազություն ներկայացնում է հաղորդում հանցագործության մասին։ Այս հաղորդումը վերաբերվում է նրան, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վերազանցելով իր լիազորությունները եւ չարաշահելով դրանք, օգտագործել է դրանք, որպեսզի միջամտի հայաստանյան առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեության մեջ, եւ դա դրսևորվել է ինչպես պարբերաբար նրա կողմից հնչեցվող կոչերով, այսպես կոչված վեհարանը գործող կաթողիկոսից ազատելու, ինչպես նաեւ դրան հաջորդած կոչերով այցելել Հովանավանքի վանական համալիրը եւ այնտեղ ներկա գտնվել, ըստ էության բռնություն կիրառել եկեղեցու հավատավոր հետևորդների նկատմամբ, որը մենք ականատես ենք եղել, եկեղեցու ծառայողների նկատմամբ, քահանաների նկատմամբ, որոնց մուտքը տեղարկելվել է, իրավապահ համակարգի ռեսուրսները օգտագործել այն նպատակով, որպեսզի քահանաներին, որոնք այնտեղ պետք է գտնվեին օրինական ծառայության, հաստացի առևանգեն, հեռացնեն այդտեղից, արգելեն նրանց մուտքը եւ դա բոլոր իր համակցության մեջ ըստ էության հավասար է Հովանավանք վանական համալիրը բռնազավթելու եւ պղծելու հետ։ Եթե դուք ուշադրություն եք դարձրել, երեք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լրատվական ծառայությունը իր պաշտոնական հայտարարությամբ հայտարարել է, որ վանական համալիրը Հովանավանքը բռնազավթվել է իրավապահ մարմինների եւ խափանող խմբերի համատեղ գործողության արդյունքում, որից հետո նա պղծվել է եւ ենթակա է վերասրբագործման։ Այդպիսով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը փաստացի արդեն հաղորդում է տվել հանցագործության մասին։ Սա հաղորդում է հանցագործության մասին, որը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը փաստացի հանդիսանում է դժոխք կողմ, որովհետեւ նրան պատկանող վանական համալիրը բռնությամբ բռնազավթվել է, օգտագործվել է ոչ նպատակային, խաթարվել է հավատացյալների կրոնական զգացմունքները, նրանց կրոնական իրավունքները, ես ամեն ինչը միասին առերևույթ համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 209 եւ 441 հոդվածներում նկարագրված հանցավոր արարքներ։ Ուստի այսօր մենք ներկայացնում ենք հաղորդում հանցագործության մասին, որտեղ այդ ամեն ինչը մանրամասն նկարագրված է, բոլոր փաստերը այստեղ շարադրված են եւ ի տարբերություն նախորդ դեպքերի մենք ունենք բացահայտ դժոխք կողմ, որը աղաղակում է նրա մասին, որ ինքը տուժել է, որ իր վանական համալիրը բռնազավթված եւ պղծված է եւ որ իրավունքները խախտված են։ Խոսքը եկեղեցին։ Այո, Հայաստանյան առաքելական Սուրբ Եկեղեցու մասն է։ Ավելին ձեզ ասեմ, հիշեցնեմ, որ Հայաստանյան առաքելական Սուրբ Եկեղեցին մեր Սահմանադրության 17-րդ հոդվածով ունի պետության կողմից երաշխավորված բացառիկ իրավունքներ եւ տվյալ դեպքում մենք գործ ունենք նրա հետ, որ պետությունը փոխանակ երաշխավորի այդ իրավունքները ամենագրեհիկ կոպիտ կերպով պետական բարձրագույն պաշտոնատար անձի ձեռքերով այդ իրավունքները խախտում են։ Ուստի մենք կարծում ենք, որ լռել այլևս չի կարելի, մենք պետք է հասկանանք եւ մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ այսօր վարչապետի աթոռին նստած է մարդ, որը շարունակաբար առնվազն առերևույթ, որովհետև դեռևս դատարանի վճիռ չկա, բայց առնվազն առերևույթ պարբերաբար ամենակոպիտ կերպով խախտում է մեր երկրի օրենսդրությունը, դա պարբերաբար պատճառաբանելով ինչ որ մտածածին փաստարկներով, բայց դրանցից ոչ մեկը իրան իրավունք չեն տալիս օրենքի դաշտից դուրս գալու եւ մեր երկիրը տանելու քաոսի, պառակտման եւ բախումների։ Պարոն Շալաբյան, այսօր կրկին Փաշինյանի գրառում է արել եւ անդրադառնալով նաեւ եկեղեցու հայտարարությանը, ես մեջ բերեմ, որ Հովանավանքի մեր աղոթքները Կտրիչ Ներսիսյանը համարել է պղծություն եւ նա մեր հոգեվոր կյանքը տարել է փակուղի։ Մնացածը չասեմ։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը, եթե դժգոհ է Հայաստանյան առաքելական Սուրբ Եկեղեցուց կամ նրա ղեկավարությունից, իրավունք ունի սեփական կրոնական կառույց ստեղծել, կազմակերպություն եւ այնտեղ աղոթել։ Ոչ մեկ իրան չի արգելում։ Հանցագործությունը նա, որ նա դա անելու փոխարեն բռնազավթում է
հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն պատկանող կառույցը, վանական համալիրը, որ իրավունքը նա չունի, իրականացնում է այնտեղ ծես, որ իրավունքը նա չունի, եւ դրանով վիրավորում է մեր հավատացյալների օրինական զգացմունքները եւ նաեւ խախտում է մեր օրինական շահերը։ Մեզանից ոչ մեկ չի կարող Փաշինյանին արգելել, օրինակ ես ենթադրենք այգում կրոնական ծես իրականացնել։ Օրենքը խախտվում է այն պայից սկսած, երբ որ նա դա փորձում է անել հայ առաքելական Սուրբ եկեղեցու տարածքում, որ իրավունքը նա չունի։ Անկախ նայած ինքը ինչ է մտածում կոնկրետ որևէ հոգեվորականի մասին։ Դա իր անձնական գործն է։ Մենք այդպես չենք մտածում եւ մենք իրավունք ունենք մեր եկեղեցում ստանալ մեր հոգեվոր սնունդը, ստանալ մեր հոգեվոր ծեսերը, ներկա լինել օրինական Սուրբ Պատարագի, որը նա խախտել է եւ եկեղեցու իրավունքները եւ եկեղեցու հետևորդների իրավունքները։ Պարոն Շալապյան, երեք ես եթե չեմ սխալվում, նույնա բովանդակ հաղորդում էր ներկայացրել նաեւ Արա Սոհրաբյանը եւ երեք քննչական կոմիտեից հայտնեցին, որ նրա ներկայացած հաղորդումների հիմնավորը քրեական չի նախաձեռնվում։ Տեսեք, նախ չգիտենք նա նույնա բովանդակա թե ոչ։ Ենթադրաբար նույն խնդրին է անդրադառնում, բայց պարտադիր չի որ նույնա բովանդակ լինի։ Երկրորդը, մենք մեր դեպքում հետամուտ ենք լինելու, որ այս ամեն ինչը հիմք հանդիսանա քրեական գործ հարուցելու։ Մենք արդեն եկել ենք այն հետևության, որ մեր երկրում դատախազությունը բնավ չի պաշտպանում քաղաքացիների շահերը, այլ ընդհակառակը ծառայում է իշխանությունը զավթած փոքրիկ մի վարչախմբի շահերին։ Սակայն դա հավերժ չի շարունակվելու, կգա այն ժամանակը, երբ որ երկրում իշխանությունները կփոխվեն եւ այս ամեն ինչին ընթացք կտրվի։ Այս բանը շատ կարևոր է, որպեսզի այս բոլոր փաստերը հանգամանալից շարադրված կերպով մտնեն համակարգի ներս, իրավապահ համակարգի։ Եթե դատախազությունը հրաժարվի քրեական գործ հարուցել, մենք կդիմենք դատարան, եթե դատարանը հրաժարվի քրեական գործ հարուցել, կհասնենք մինչև սահմանադրական դատարան, ի վերջո մենք կհասնենք նրան, որ այս հանցագործությունները իրավական գնահատական ստանան եւ մեղավորները պատժվեն։ Ճիշտ է, դուք արդեն խոսեցիք, բայց շատ էր նշվում, որ Հայաստանում փաստացի խախտվել է սահմանադրությունը, հա, եւս մեկ անգամ խնդրում եմ իրավական առումով ինչ է կատարվում։ Այո, սահմանադրությունը խախտվել է այն իմաստով, որ 18-րդ հոդվածը սահմանադրության, որը երաշխավորում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ դերը կրոնական կազմակերպությունների շարքում եւ որը նաեւ երաշխավորում է նրան պետության պաշտպանությունը, այսօր տեղանանում ուղիղ հակառակը։ Պետությունը դուք տեսել եք, նա որևէ այլ կրոնական կառույցի հետ որևէ այլ գործ չունի։ Թեև բազմաթիվ այլ կրոնական կառույցներ են գործում Հայաստանում, հա, ավետարանչական եկեղեցի, կաթոլիկ եկեղեցի ուղղափառ։ Նա կոնկրետ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, որ ունի բացառիկ իրավունքներ, իրականացնում է հալածանքներ եւ ատելության խոսքի միջոցով արշավ եկեղեցու եւ նրա հոգեվորականների դեմ։ Դա սահմանադրության ուղիղ խախտում է, բայց քանի որ մեր սահմանադրությունը ինչ որ իմաստով ուղիղ գործողության սահմանադրություն չի, մենք ոչ միայն հղում ենք կատարում սահմանադրության խախտմանը, այլև ասում ենք հետևյալը, խախտված է նաեւ քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնք բխում են մեր սահմանադրությունից, ուստի մեր հաղորդումը հանցագործության մասին։ Նաեւ դուք տարբեր հաղորդումներ եք տարբեր ժամանակներում ներկայացրել Նիկոլ Փաշինյանի կատարած գործողությունների մասով, այս մեկից ինչ ակնկալի կա, որտեղ կարծում եմ նրանք չեն բավարարվել, եթե բավարարված լինեին, հիմա իշխանության չէին։ Տեսեք, երկու բան ձեզ ասեմ, այո, իսկապես այդպես է, սա մեր 3-րդ կամ 4-րդ հաղորդումն է արդեն հանցագործության մասին, նախորդները չեն բավարարվել, բայց տվյալ դեպքում մենք ունենք երկու կարևոր առանձնահատկություն։ Առաջինը, այս դեպքում կա ակնհայտ տուժող կողմ, ես դրա մասին արդեն ասացի, ակնհայտ տուժող կողմ կա, որը դրա մասին հայտարարություն արդեն արել։ Եվ երկրորդը պետք է հիշենք հետևյալը, այս կամ այն կերպ այն մանդատը, որը ստացել է այս վարչախումբը կառավարելու, մոտենում է իր ավարտին։ Եվ դա բոլորն են գիտակցում, եւ բոլորն են գիտակցում, որ այս վարչախումբը ի վերջո վերարտադրվելու լեգիտիմ հնարավորությունները նրա աստիճանաբար սպառվում են։ Եվ մենք համոզված ենք, որ այն ժամանակաշրջանը, որը մնացել է մինչև հերթական ընտրությունները կամ առավելևս եթե ընտրությունները լինեն արտահերթ, արդեն այնքան կարճ է, որ նույնիսկ իրավապահ համակարգին ներառյալ նաև դատախազությանը զգոնության հավելյալ բաներ է տալիս, ազդակներ է տալիս։ Ուստի մենք իսկապես հույս ունենք, որ այս անգամ դատախազությունը շատ ավելի խելամիտ կգտնվի եւ վերջապես իր օրինական պարտականությունները կկատարի, բայց նույնիսկ ուզում ենք կրկնենք, եթե դա տեղի չունենա հիմա, դա տեղի կունենա առաջիկայում մոտ ապագայում։ Մենք դրան կասկած չունենք։ Հաղորդում ներկայացնում եք միայն Նիկոլ Փաշինյանի դեմ, թե Ստեփան Ասատրյանի դեմ էլ, որովհետեւ
քահանաները ահազանգում են, որ նա փոխել է եկեղեցու բանալին։ Այս հաղորդումը Նիկոլ Փաշինյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց մասին է, որովհետեւ այնտեղ եղել են բազմաթիվ փոխկապակցված անձիկ, որոնք Նիկոլ Փաշինյանի հետ միասին ներառել նաեւ ձեր ասած Ստեփան Ասատրյանը, որոնք նրա հետ միասին իրականացրել են վանական համալիրի բռնազավթումը եւ նրա պղծումը։